Ձերբակալվել են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել Facebook-ում 5 աշխատանքային օրում բռնագանձել 2 միլիոն դրամ, հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար դատական ծախսերի համար 530,000 դրամ։ Արշալույսները խաղաղ չեն խորհրդարանում, այս անգամ քաղաքացիական պայմանագրի ներսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարկացել է, որ քվորում չեն ապահովել։ Խորհրդարանը քննարկում է Հայաստանի 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոսել է բանակի մարտական պատրաստվածության բարձրացմանն ուղղված գործընթացների մասին։ Ռուսական ու արտասիրական առաքելությունը օգնություն է տրամադրել Արցախից բռնի տեղահանված 5000 ընտանիքի օգնությունն այս անգամ տրամադրվել է Արարատ ու Արտաշատ քաղաքներում, կարիքավորներին տրամադրվել են սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես են արձագանքում արցախցիները։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի ամենակարևոր իրադարձությունները։ Այսօր առավոտյան ազգային անվտանգության ծառայության դիմակավորված անձինք մտել են «Իմն եմ նիմնի» փոդքասթի վարողներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի տուն։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Վազգեն Սաղաթելյանին, Նարեկ Սամսոնյանին ձերբակալել եւ տարել են քննչական կոմիտե։ Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը առավոտյան հայտնել էր, որ Ալեն Սիմոնյանը հաղորդում է տվել իրավապահներին «Իմն եմ նիմնի» փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների ու սպառնալիքների վերաբերյալ։ Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանը Ալեն Սիմոնյանին անվանել էին նանասուն, իսկ նրա մոր Հասեին սեռական բնույթի հայհոյանքներ էին հնչեցրել։ Բացի այդ, եթերներից մեկի ժամանակ հնչեցրել էին արտահայտություններ, որոնք գնահատվել են որպես սպառնալիք։ Ազգային ժողովի նախագահը այսօր մեկնաբանել է ձերբակալությունները, ասելով, որ լավ է արել դիմել է իրավապահներին, թող բոլորն էլ դիմեն։ Այդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը եւ երբ որ մեկը մյուսին ստորացնում է բանել, որոշում են իրանք հաշվեհարդար գտնեն, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում են, գնում են կանգառով իրար տեսնում եւ դանակը հարում են, այդ որ տենց վրթովվում էիք բոլորդ։ Ասում էիք, որ այսինչ դեպք կա, հանցագործությունների շարքը մեծացել է եւ այլ, այս արդարացնելու հետևանքը։ Ես կոչ եմ անում բոլորին մարդկանց, ովքեր որ ենթարկվում են նման բաների, դիմել իրավապահներին։ Ես չի կարող չդիմել եւ դիմելու եմ եւ դիմել եմ լավ եմ արել, բայց պետք է ինչ պետք է անեի։ Ալեն Սիմոնյան ուշ եկան, շնորհավորում եմ ձեր գործը։ Ձեր խնդրեմ։ Ալեն Սիմոնյանը Վազգեն Սաղաթելյանից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել Facebook-ում 5 աշխատանքային օրում բռնագանձել 2 միլիոն դրամ, հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքների համար, դատական ծախսերի համար էլ 530,000 դրամ։ Ես հաղորդումը չեմ նայում, իմ մասով սղագրությունը գալիս է, այն մասը, որը որ հայց ներկայացնելու համար ուղարկում են քաղաքացիական դատարան, այն մասը, որը որ քրեական տարապարունակում ուղարկում է այնտեղ։ Ինչ վերաբերում է իմ որակումներին, ազատ են թող դիմեն դատարան, ես երբևիցե որևիցե մեկի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ չեմ հնչեցնում, ես որևիցե մեկի անկողին չեմ մտնում Կարինե ջան, ոչ նախկին նախագաների անկողին, ոչ իրենց ընտանիքի անդամների, ոչ իրենց մահացած ներողություն, ոչ իրենց մահացածների գերեզմանների մասին չեմ խոսում։ Ես զարմանում եմ, որ իրավապահները շուտ չէին այս խուլիգանական բանին արձագանք տալիս եւ նորից եմ ասում են բոլոր մարդիկ, ովքեր որ կփորձեն եւ կուզենան արդարացնել, թող իրենց վրա վերցնեն այն բաները, որոնք որ այդ երկու երիտասարդը իրենց թույլ են տվել, սկսած սպառնալիքից։ Օրեր առաջ Աբովյան քաղաքում երիտասարդ տղայի դանակը հարեցին։ Մի տղան, որ դանակը հարվեց, մահացավ, մյուս տղան իր կյանքը կործանեց եւ գնաց բանդ, գնա կդատվի եւ մանկանի։ Այսինքն ուզում հասկանամ մենք ինչ հասարակություն ենք ուզում ձևավորենք, որտեղ որ իրար վիրավորելը, ստորացնելը եւ ռազմորկեք անելը պետքա տեղ ունենան, ոչ դրանով պետքա զբաղվեն իրավապահները եւ զբաղվել են։ Շնորհակալություն։
Ալեն Սիմոնյանի խոսքով վիրավորանքից զատ, էմոցիայից զատ, կա քրեական սպառնալիք եւ բոլոր նրանք, որոնք սպառնալիքներ կհնչեցնեն, պատասխանատվության են կանչվելու։ Անտիֆեյքի գրասենյակում են խուզարկություն իրականացրել ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի վերցրել են ողջ տեխնիկան։ Թե Նարեկ Սամսոնյանին, թե Վազգեն Սաղաթելյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով խուլիգանությունը, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներ օգտագործելու նպատակով։ Հաղորդավարների պաշտպան Ռուբեն Մելիքյանը եւ Արսեն Բաբայանը լրագրողներին հայտնել են, որ սպասում են կալանքի միջնորդություններին։ Առավոտները, կեսօրները եւ երեկոները կարծես այնքան էլ խաղաղ չեն քաղաքացիական պայմանագրում։ Փաշինյանը երեք բավականին կոշտ եւ դեմոնստրատիվ լքեց խորհրդարանի դահլիճը, երբ ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը իր ելույթի ժամանակ ներկա չէր դահլիճում։ Այսօր էլ ազգային ժողովում քվորում չապահովվեց, նիստը չսկսված ընդմիջվեց։ Լրագրողների հետ զրույցում ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը անդրադառնալով քվորում չապահովելուն նշել է. «Դուք պետք է հասկանաք, որ այսօր այս վերջին 5 տարիների ընթացքում ազգային ժողովի իշխող խմբակցությունը մենակ ապահովում է ազգային ժողովի ամբողջ աշխատանքը, ընդդիմադիր ներկայացուցիչները գրեթե նիստերին չեն գալիս կամ գալիս են մի քանի հոգով, երբ ելույթ են ունենում։ Իրենք նաև չեն մասնակցում միջազգային միջոցառումներին, միջազգային հարթակներում, եւ մենք մի ձեռքով միջազգային հարթակ մարդ ենք ուղարկում, մյուս ձեռքով քվորում ենք ապահովում։ Ընդամենը 10 րոպե ուշացում է եղել։ Մենք 4 կին падգամավոր ունենք, որոնք նորածին բալիկներ ունեն։ Տիկին Դավոյանը հիմա այստեղ չէ, Սոնա Ղազարյանը փուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը, Տիկին Տիգրանյանը բալիկ ունեն, ասել է Սիմոնյանը։ Չեմ կարողացել ապահովել։ Հովիկ Ղազարյանը կարծես թե եւ Հակոբ Ասլանյանը դահլիճում են եւ չգրանցվեց։ Դե ասացի, դա իրանց քաղաքական աստղային ժամն էր, որ իրանք ինչ-որ ձևով կարևորվեցին եւ իրենց երկու ձայնը չգրանցվեցին, որպեսզի քվորում չլինեն, իրանց հետագա քաղաքական հաղթանակներ են մաղթում։ Այսինքն ներքիմային խնդիր չկա, որ մենակ Կանե ջան, գուցե միտումնավոր ուշանան։ Չէ, Կանե ջան, ասում եմ 4 մայր ունենք, որոնք երեխա ունեն նորածին։ Տիկին Դավոյանը հիմա ստեղ չի, Սոնա Ղազարյանը փուճուր բալիկ ունի, Մարիամ Պողոսյանը փուճուր բալիկ ունի, Տիկին Տիգրանյանը բալիկ ունի, եւ ասում եմ մենք բանով է, այտենց աստվածաշնչային բան կա, 5 հոգով մի ամբողջ ազգային ժողով ենք սպասարկում, միևնույն ժամանակ ունենք մարդիկ, որոնք որ գործողման են, պարոն Ռուբինյանը գործողման է, էլի մարդիկ կան 2-3 հոգի գործողման են, եւ բնական է, մի հոգի եթե հանկարծ մարդ ես ուշանում խցանման պատճառով, երեխայի պատճառով կարող է sense բան լինի եւ 10 հոգի շնորհակալ է խորհրդարանը, ճիշտ հասկացա, ել չի վերադառնալու։ Վերադառնալու չի շուտ չի վերա, իհարկե վերադառնալու է, գործ կար, հանդիպում կար, վարչապետը ասեց, որ քիչ անց կվերադառնա։ Երեկել մի պատմությունը գրկվեց Անդրանիկ Քոչարյանը դահլիճում չէր հայտարարվեց, որ իր ելույթն չէ, նկատեմ Փաշինյանը նորից բարկացավ, նորից հեռացավ։ Տեսեք, ազգային ժողովի աշխատանքների մեջ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ են լինում։ Պատգամավորները հաճախ տեղերով փոխվում են։ Հաճախ տեղերով փոխվելու ժամանակ պատգամավոր տեսնում որ ենթադրենք ինքը 11-րդն է, մի հոգի իր ելույթը հանում է, մեկ էլ հայտնվում է ինքը 9-րդ տեղում եւ այդտեղ կարող է դուրս գալ, բայց այն ինչ որ միտումը որ դուք ասում եք, ինչ որ դեմարշ կամ ինչ որ իհարկե այդպես բան չկա ու չի կարա լինի, ինչի հիմա վրա կամ խիպտի տենց լինի։ Ինչ վերաբերում է ազգային ժողովի պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան Նիկոլ Փաշինյան արկա լարվածությանը, այսօր Քոչարյանը հերքել է թե կա այդ լարվածությունը։ Իհարկե ոչինչ լարվածությունը ձեր եւ գուցե իմ մեջ է հիմա։ Կարծում եք։ Չեմ կարծում, պարզապես հիմա ձեր այս ողջավորությունը չեմ հասկանում։ Նշենք, որ Հայաստանի խորհրդարանին հաջողվել է քվորում ապահովել երկրորդ փորձից։ Երեկ Անդրանիկ Քոչարյանը ԱԺ ներողություն խնդրեց թե կառավարությունից, թե պատգամավորներից։ Նա հայտարարեց, որ քարտուղարությունն ավելի ուշադիր պետք է լինի, որ եթե ելույթ ունեցողից հետո անմիջապես ինքը պետք է ելույթ ունենար, գոնե պետք է զգուշացնեին, որ դահլիճը չլքեր։ Այստեղ ես ընդունում եմ իմ մեղքը, բայց նաև նշում եմ, որ դուք թերացել եք, ասաց Քոչարյանը, շեշտելով, որ ազգային ժողովի քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանին է ուղղված իր խոսքը։ Նշենք, որ այսօր ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումն անակնկալ ընդմիջվել էր 20 րոպեով, որովհետև դահլիճում չէին եղել խորհրդարանական քաղաքացիական պայմանագրի պատգամավորները։
Եվ այս պահին կապ ենք հաստատել ազգային ժողով, զրուցելու ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Տիկին Հակոբյան, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ միանալու համար։ Իրո։ Եվ այսպես Տիկին Հակոբյան, նախ անդրադառնանք առավոտյան ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների գործողություններին, ձերբակալվել են Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը։ Տիկին Հակոբյան, մինչ անդրադառնալու Ալեն Սիմոնյանի, այսպես ասած, ներկայացրած պահանջներին, ես եթե չեմ սխալվում, դուք նույնպես ունեիք այսպես դատական գործեր կապված այս հաղորդավարների հետ, այդպես է թե ոչ եւ ձեր գնահատականը։ Ես իմ գնահատականը հենց դատական հայցով եմ հայտնել, այսինքն չի կարելի այդպես որպես մեդիա դիրքավորվել եւ մարդկանց վիրավորել, զրպարտել եւ եթե մենք չդիմենք իրավական, ճանապարհով հարցերը լուծելու, ինչ պետք է լինի, Պետք է մեր հայրերին, ամուսին, չգիտեմ, եղբայր, մեր շրջապատին ուղղորդենք դեպի իրենց աշխարհարդար տեսնելու։ Ոչ, մենք ասում ենք սա իրավական պետություն է եւ բոլոր հարցերը լուծելու համար կան ինստիտուցիոնալ մեխանիզմներ եւ հետո այսպես կարդում եմ, թե խոսքի համար են անում, են անում բռնապետությունը եւ այլն, բայց հարգելի հայրենակիցներ եւ հատկապես ընդդիմադիր քաղաքացիներ, եկեք արդար լինենք, ազնիվ լինենք ու ասենք, որ չի կարելի դիրքավորվել որպես ընդդիմադիր եւ քրեական տենց հոդվածները խախտելով առաջ անցնել, չի կարելի։ Հետո ատելության մթնոլորտից եք խոսում, հետո այդ համերաշխության անհրաժեշտության մասին ենք խոսում, բայց ինչպես է լինում։ Չի կարելի այդպես եթերաժամանակը զավթել, այս նախկին նախագահների խավորությամբ լսարան հավաքել, հետո ինչ աղբասես նետել հասարակության մեջ։ Եվ միանշանակ պետք է օրենքի առաջ պատասխան տան բոլորը եւ չպատասխանվեն ընդդիմադիր հայացքների ներքո, չպատասխանվեն վեղարների ներքո, չգիտեմ ինչ բարերարների եւ այլնի անվան տակ։ Տիկին Հակոբյան, դուք ասացիք, որ փաստորեն կողմ եք նրանց, որոնք վիրավորում են, հայհոյում են պատասխանատվության ենթարկվելուն։ Ձեր թիմակիցների շրջանում արդյոք չկան այդպիսիները, որ ակնհայտ հանդես են գալիս հայտարարություններով, վիրավորանքներով, գրառումներով։ Հնարավոր է եւ լինեն եւ ես գիտեմ նաեւ դեպքեր, երբ վիրավորվողը, մյուս կողմը պատասխանատվության է կանչել եւ դատական համակարգը արդեն իր գործը թողանի նախաքննական մարմինը եւ պարզ լինի ինչի ինչոց է, յուրաքանչյուրը լինի դիմադիր, լինի դիմադիր, կապ չունի։ Ով կխախտի օրենքները, կարգերը Հայաստանի Հանրապետության, միանշանակ պետք է հավասարապես պատասխանատվության ենթարկվի, ինչի մասին է խոսքը, բայց եկեք նաև ընդունենք, որ չկան մեր մեջ այն սրիկաների տեսակները, որոնք մենք նկատում ենք մյուս դաշտում եւ որոնք տենց ակնհայտ կարող են հայհոյանք, վիրավորանք, զրպարտանք բանանեն եթերից, չեմ ասում մտնել այլոց անկողինները կամ զրպարտանք ուղիղ, զրպարտանքի միջոցով, այսպես բաներ տարածեն, սա անթույլատրելի է։ Քանի որ շեշտեցիք այլոց անկողինները մտնելու հանգամանքը, Տիկին Հակոբյան, ձեզ հակադարձում են այսօր համացանցում, որ վարչապետն էլ օրինակ հոգևորականների հետ կապված էր այդպիսի ոչ պատշաճ հայտարարություններ անում։ Ու մասին։ Հոգևորականների, ես նշեցի, կաթողիկոսի եւ մյուս հոգևորականների։ Ես ուղղակի բառերը չեմ ուզում, Ինչ-որ մարդու պետք է վերաբերի, չէ։ Եթե այն հայտնի ստատուսի մասին եք խոսում, այնտեղ հասցեատեր չկա կոնկրետ։ Ով իրեն տեսել է որպես հասցեատեր, իրեն դիրքավորել է այդտեղում։ Եթե տեսել է, ուրեմն այդ խնդիրը կա։ Եվ ես ուզում եմ նաև նկատենք, որ այդ թեմաներին առնչվելիս մենք չենք խոսել, վարչապետը չի խոսել ուղիղ ինչ-որ անձի անձնական կյանքի մասին, այլ խոսել է, որ ինչ-որ նման անձիկ չպետք է ունենան անձնական կյանք, Դրա մասին է խոսքը, ոչ թե բանի, ուղղակի այդ մարդու անձնական կյանքը մեզ հետաքրքիր է եղել, բնավ, ուղղակի կա հոգևորական աստիճան, որը չի կարող ունենալ անձնական կյանք եւ վերջ, անկախ այդ անձնական կյանքի բնույթից, տեսակից, ում հետ է, երբ է, ինչ է,
եւ այլն։ Սա ուղիղ չի էլի կարող օրինակ իմ ներկայացրած դատական հայցի հետ զուգահեռներ չեք կարող անցկացնել։ Տիկին Հակոբյան, լավ, ի վերջո պատասխանատվության կանչելով դուք խնդրին լուծում կտաք, նկատի ունեմ, օրինակ պարբերաբար ես իհարկե չեմ դիտում, բայց լսել եմ թե ինչպիսի թեմաներ են արծարծում այս եթերներում եւ ինչի մասին են խոսում, հա, անձնական բնույթի, այ դուք էլ նշեցիք, որևէ մեկը իրավունք չունի այլոց անկողինը մտնելու, թեման այսպիսով պատասխանատվության կանչելով խնդիրը կլուծվի ձեր գնահատմամբ։ Այստեղ խնդիրը լուծելը մի կողմ դնենք, երկու կողմ կա էլի այս ամեն ինչում, կա էթիկական մաս, հա, մարդու տեսակի մասին, հա, օրինակ այդ տղամարդիկ իրենց ինչպես են դիրքավորում կամ ոնց են հետո նայում օրինակ իրենց կանանց աչքերին, երբ որ այլ կանանց զրպարտում են եթերներում եւ նրանց վերագրում են ինչ որ կապեր, հա, զրպարտում են, ուղիղ զրպարտում են։ Սա մի էթիկական մասն է, եւ նրանց խոսակցությունների մի մասը այնպեսի ձևակերպումներով է, որ ինչ որ չես կարող գտնել հոդված, որով իրենց կարող ես պատասխանատվության ենթարկել։ Եվ կա մյուս կողմը, անձնական որակներից եւ տեսակից կա նաեւ օրինական կողմը։ Եթե ինչ որ նկարագրված հոդված է խախտվում, դրա համար կա պատասխանատվություն, ապա թող ենթարկվեն պատասխանատվության եւ չես կարող օրենք խախտել եւ լռել խախտման դեպքի մասին, չհայտնել ոստիկանությանը եւ տենց սպասել։ Պետք է լինեն պատասխանատվության ենթարկվողներ, բոլորը կապ չունի, ես էլ եմ ասում, դա իմ թիմակիցն է, դա ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող է կամ չստացված ինչ-որ պոդքասթինգ վարող է եւ այլ բոլորին է վերաբերում, թող բոլորը ունենան իրենց չափն ու սահմանը ճանաչեն, հարգեն Հայաստանի օրենքները եւ ապրեն ազատ այսքանը սրա մասին։ Տեսեք, Տիկին Հակոբյան, նրանց փաստաբանը Ռուբեն Մելիքյան քիչ առաջ գրել է, որ բացառապես, հա, պատասխաններ տղաների այդ գնահատականների բացառապես պատասխաններ հրապարակավ իրենց շան լակոտ անվանելուն։ Շատ վատ է, որ նրանց իրավապաշտպանը, դե պարզ է, որ իրենց իրավապաշտպանն է, պետք է գնա, չէ, մարդասպանն էլ, որ մարդասպան է, ինքը դատարանում ունենում է իր շահերը պաշտպանող եւ որը փորձում է արդարացնել, այսինքն ցանկացած կերպով արդարացնել։ Հիմա իր իրավապաշտպանը պարզ է, ցանկացած ձևով փորձելու է արդարացնել։ Եկեք իր կարծիքը որպես հիմք կամ ազատ բանի, փորձագետի կարծիք որպես չվերցնել, որովհետեւ դա իր ուղիղ ֆունկցիան է արդարացնել չգիտեմ, ասում եմ, մարդասպանին էլ, մանկապիղծին էլ, հա, ունի իրեն արդարացնող ինչ-որ իրավապաշտպան։ Հիմա այս պարոն Մելիքյանի հետ կապված պարզ է, որ ինքը իր ուղիղ գործառույթն է կատարում, դա իր պարտականությունն է, բայց լավ կլինի, որպես իրավապաշտպան, իր պաշտպանյալներին նաև, մինչ այդքան որ նաև իրենց ընկերն է, եւ շատ պարբերաբար այդ նույն բանը, այդ աղբ համարվող այդ եթերին նաև հյուր է լինում, լավ կլինի իր ընկերներին խորհուրդ տա, որ հարգի օրենքները, հարգեն կարգուկանոնը եւ չափները չանցնեն, սա շատ լավ կլիներ, բայց սա էլի էթիկայի կողմն է, կարող է ասել, կարող է չասել։ Եվ Տիկին Հակոբյան, կարծեք թե արշալույսները խաղաղ չեն այնքան էլ ձեր ֆրակցիայում, երեք տեսանք այդ միջադեպը Անդրանիկ Քոչարյանի, Նիկոլ Փաշինյանի միջև այսօր նորից քվորում չապահովվեց։ Դուք իհարկե մենք լսեցինք նաև ազգային ժողովի նախագահի պարզաբանումները, բայց դուք այստեղ խնդիր չեք տեսնում, որ փաստորեն չեք կարողանում քվորում ապահովել այս կարևոր նախագծի։ Գիտենք խորհրդարանում քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Դրա ժամանակ համեցեք։ Գիտեք, իշխանությունը միայն քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորները չեն։ Այստեղ նաև ընդդիմադիր երկու ֆրակցիաներ կան, ազատ պատգամավորներ կան անկախ, եւ ամբողջ քվորումը ապահովում է նաև մեր այդ ընդդիմադիր գործընկերների ներկայությամբ, քվեարկությամբ եւ այլն։
Եվ ես ուզում եմ ասել, որ մենք ընդդիմադիր գործընկերներ ունենք, ովքեր նստել էին եւ ուղղակի չէին գրանցվում, բայց ֆիզիկապես այնտեղ էին, ուղղակի չէին գրանցվում եւ գրանցվեցին միայն այն ժամանակ, երբ քաղաքացիական պայմանագրի պատգամավորները ուրեմն եկան գրանցվեցին եւ արդեն քվորումը ապահովված էր։ Սա իհարկե խնդրեմ է։ Ուզում եմ նկատենք նաեւ, որ պատգամավորական գործունեությունը իհարկե առաջնային պարտականությունը դա նիստերն են, բայց նաեւ մենք միջազգային կառույցներում աշխատանք ունենք, այնտեղ նիստեր ունենք եւ մեր գործընկերները նաեւ գործողում են եւ մենք նաեւ այս ոնց որ բլոկն ենք ապահովում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորներով, այնպես որ այո, լինում են դեպքեր, երբ որ մենք իրականում խնդիր ենք ունենում, լինում են դեպքեր, երբ որ պարզապես գործողումների էլ չեն կարողանում մեկնել, որովհետև կարող է խնդիր առաջանալ քվորման հետ կապված, որովհետև մենք միայնակ ենք իրականում պարլամենտում աշխատում եւ սա իրականում խնդիր է։ Բայց նաեւ այո, հասկանալի է, որ ուշացած հասած падգամավորներ ունեն, գործընկերներ, ես բան չեմ էլի, դատավոր չեմ, որ կանչեմ տեսնեմ ինչ, բայց հասկանալի է, երբեմն իրոք շատ դժվարությամբ այդ խցանումների ժամն է, բոլոր մեզ լսողները կհասկանան այդ ժամերին որքան բան է երթևեկությունը խիտ է եւ հնարավոր է նման դեպքեր լինեն եւ մարդ ենք որոշակի պատահարներից ոչ ոք ապահովագրված չէ ես ինքս էլ շատ շուտ եմ դուրս գալիս տանից որպեսզի ոչ մի դեպքում հանկարծ այնպես չստացվի որ խցանում վթար աստվածչանի պատահար ինչ որ մի բան հանկարծ խոչընդոտ հանդիսանա։ Լինում են բայց դեպքեր, երբ որ մեզնից անկանխատեսելի, մեր կողմից չպլանավորված ինչ որ իրադարձություններ են լինում, որոնք նման բանի են հանգեցնում, բայց արշալույսները միանշանակ խաղաղ են։ Մենք մեր քաղաքական առաջնորդի հետ չենք կարող խնդիր ունենալ եւ ձեզ ասեմ ավելին, երբեմն մեզ օրինակ նույն այսօր այդ խնդիրներ արձանագրող, որոշ լրատվականներ մեզ օրինակ 3 մեղադրում էին մի անձնյա, ինչ 3 այսօր ընդդիմադիր падգամավորներ ասում են մի անձնյա իշխանություն է, բան, չկա այլ միտք արտահայտող եւ այլն, այսինքն այս երկու բաները իրար կողք չի դրվում էլի, եթե մենք այդքան միակարծիք ենք, ապա ինչպես կարող եք արշալույսները ոչ խաղաղ կամ միմյանց հետ խնդիր ունենալու դրվագ համարել այս դեպքը, երբ որ 1-2 падգամավոր ուշացած է հասել ազգային ժողով։ Շնորհակալ եմ Տիկին Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։ Զրուցում է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հասմիկ Հակոբյանի հետ։ Արցախից բռնի տեղահանված ավելի քան 5000 ընտանիք Հայաստանում ստացել է ռուսական մարդասիրական օգնություն։ Փաստացի շարունակում են Ռուսաստանը ձեզ հետ է օգնության լայնածավալ ակցիա իրականացնել։ Այս անգամ Արարատ ու Արտաշատ քաղաքներում կարիքավորներին տրամադրել են սննդամթերք ու առաջին անհրաժեշտության պարագաներ։ Հաջորդ բաշխման կետը կբացվի Արմավիրում։ Ըստ աղբյուրի մարդասիրական օգնության առաքման կազմակերպմանը մասնակցել է նաև Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը։ 5000 ընտանիք ստացել է օգնություն միաժամանակ ընկնելով ռուսական պրոպագանդայի թակարդը։ Եվրասիա հասարակական կազմակերպությունը Ռուսամետ կառույցը Ռոսոտրուդնիչեստվոն Կրեմլի մեղմ ուժի գործիքը եւ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը, որ 20 թվականին այսպես ասած պաշտպանում էր Արցախը, միասին բաժանում են հաց ու աղ։ Ռուսաստանը ձեզ հետ է կարգախոսով, սա ոչ թե օգնություն, այլ դասական հիբրիդային գործողություն։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության մասնակցությունը, այսպես ասած մարդասիրական առաքմանը ամեն ինչ ասում է։ Նույն բանակը, որ 23-ին չկարողացավ կամ չցանկացավ կանգնեցնել Արցախի բռնագաղթը, հիմա բաժանում է պահածոներ։ Սա ոչ թե զղջում է, այլ շանտաժի նոր փուլ։ Տեսեք, մենք ենք ձեր փրկիչները, մի հանեք մեզնից ձեռքը։ Հայաստանի կառավարությունը մինչդեռ լուր է, մինչ ռուսական կառույցները բաժանում են օգնություն Հայաստանի տարածքում առանց որևէ համակարգման 5000 ընտանիք, որոնցից յուրաքանչյուրը կորցրել է տուն, ապագա, հույս, ռուսները նրանց տալիս են մակարոն եւ օճառ, փոխարենը պահանջելով երախտագիտություն։ Հաջորդը Արմավիրում սա շարունակական ծրագիր է, սա միանվագ ակցիա չէ, այլ երկարաժամկետ ներթափանցում, յուրաքանչյուր բաժանում նոր լուսանկար, նոր տեսանյութ, նոր Ռուսաստանը ձեզ հետ է կարգախոսով։ Հայաստանը դառնում է ռուսական մարդասիրության ցուցափեղ, սա ոչ թե օգնություն է, այլ ռուսական գաղութացման նոր գլուխ։ Արցախցիները արժանի են իրական անկախ թափանցիկ աջակցության, ոչ թե Կրեմլի մարդասիրության, որ գալիս է նույն ձեռքերով, որոնք 23 թվականին թողեց
փոխեցին Արցախը մենակ։ Հայաստանը պետք է փակի այդ դռները եւ բացի իր սեփականը։ Այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Արցախի շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանի հետ։ Պարոն Ավանեսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար եւ սկսենք այս ցավոտ թեմայից։ Մենք նախկինում էլ առիթ ունեցել ենք խոսելու ռուսական օգնությունից, աջակցությունից, այդ շատերը օրինակ բացահայտ հենց Facebook սոցիալական ցանցում տիրույթում իրենց քննադատությունն էին հայտնում, ասում են մեզ այդ առաջին օգնությունը առհասարակ պետք էլ չէ։ Ձեր գնահատմամբ ինչ է անում Ռուսաստանը իր այս քայլով եւ արդյոք արցախցիները իսկապես այդ առաջին անհրաժեշտության ուրեմն օգնության կարիքն ունեն ձեր գնահատմամբ։ Գիտենք շատերը ունեն սոցիալական լուրջ խնդիրներ, բայց արդյոք ասենք Ռուսաստանը մարդասիրական այսպես անվան տակ գնում է այս քայլին, սրանով իսկ ինչ է փորձում անել, ուրեմն զղջալ իր կատարած այսպես ասած մեղքերի համար 23 թվականին ձեր գնահատական այս օգնությանը։ Նախ եւ առաջ վերլուծենք մի քիչ, ասեք 5000 ընտանիքը դա 1/6-ն է Արցախից տեղանված ընտանիքների։ Երկրորդը մարդիկ որ հասել են այն վիճակի, որ ռուսներին որոնց գիտեն, որ մեզ տեղանողների հիմնական մեղքը հենց իրենցն է, Ռուսաստանի եւ Վլադիմիր Պուտինի անձամբ իրաց դա ծրագիրներ ռուս, ադրբեջան, թուրքանական ասեք այդ դաշինքով ու այն որ այդ 5000 ընտանիքը ստիպված գնում այդ վերցնի ամենամեծ մեղքը այսօրվա վրա դա այսօրվա գործող կառավարությանն է երբ որ աջակցությունը արցախցիների կտրեցին հենց այն գլխից մենք զանգում էինք, զգուշացնում էինք, որ ժողովրդի վիճակը ծանր է լինելու, այդ վիճակն է։ Հիմա եթե երեխեքը սոված են, այդ մարդիկ ինչ անեն։ Գնան ձեռը կամ պիտի գնան մոռացականություն անեն, կամ ասենք որ տալիս են, փորձեն այս ձևով մարդիկ ընտրում են այս տարբերակը, իմ կարծիքով չի կարելի մեղադրել մարդկանց, մենք պիտի մեղադրենք գործող իշխանություններին, ներկա կառավարությանը, որ աջակցությունը որիվ կտրել են։ Թեկուզ եւ ձևական ինչ որ մի մասը իբրև պահել են, բայց մենք կարող քննարկենք այդ ինչ աջակցություն է, ու բոլորի համար պարզ կլինի, որ կառավարության մեղքն է այս ամեն ինչ։ Պարոն Ավանեսյան, բայց այս օգնությունը կար նաև այդ ծրագրերից առաջ եւ նորից արցախցիները շարունակում էին այդ օգնությունը ստանալ։ Դուք նշում եք, որ շատ քիչ էին։ Թվերը ներկար, միջև 800 հոգի էին։ Հիմա կարծում եք, այսպես զանգվածաբար է տեղի ունենում այդ օգնությունից։ Զանգվածաբար չի, բայց համատած նախորդին տեսնում եք, որ շատացել է մի քանի անգամ։ Ու դա այսօրվա արցախցիների վիճակից է գալի։ Ով իր հարգող մարդով կգնա օգնություն վերցնի, երբ որ ինքը կարա իր ընտանիքը նորմալ պահի, իր աշխատանքով, իր քրտնիկով, ես կարծում եք այդ աջակցության ծրագրերի կասեցումը բերեց լուրջ խնդիրների, պարոն Ավանեսյան։ Միանշանակ ես կարամ թվերով խոսեմ։ Խնդրեմ։ Այսինքն ուրեմն այս վերջերս սոցիալնախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ բյուջեում հաջորդ տարի 55 միլիարդ նախատեսված է արցախցիների աջակցության հարցում։ Դա ավելի շատ է, քան թե այս տարի, բայց շատ չի, որ եղել է անցած տարի։ Ու մենք հիմքեր ունենք կասկածելու, որ այդ 55 միլիարդը իրոք այդ աջակցության ծրագիրն է, որտեղ ըստ հաշվարկների ըստ երևույթի դրա մեջ մտցված է նաև բնակարան գնելու այդ ծրագիրը որ կա բնակապահովման ծրագրի, դա որտեղ 55 միլիարդ դրամ անցած տարի որ հատկացվել է, մենք վերլուծել ենք այդ իշխգումարները, այդ 40,000-ն էր, շնչին որ տալիս էին, 100,000-ից մի քիչ ավել մարդ է ստանում, ու կրթական ծրագրերներ, նաև մասնագիտություն ձեռք բերելու, այդ սաղ դրա մեջ կար, ընդգրկված էր այդ 55 միլիարդ դրամի մեջ, մենք նաև վերլուծել ենք այդ 55 միլիարդը ինչից է հավաքվում, հաշվի առնելով նաև 23-20 անմիջապես տեղանումից հետո նոր տարվա Նիկոլ Փաշինյանի ուղերձը հայ ժողովրդին, որ ձեր հարկերով եք մենք արցախցիներին
օժանդակում, պահում, որը ստեղծել է օրացիչ հարվածություն։ Մենք փորձել ենք նաև դա պարզենք, նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության բնակիչների հարկերը հազիվ գնում է իրաց ծնողների կենսաթոշակին, որ հաշվարկում ենք 780,000-ի մոտ աշխատող կա, 720,000 մոտ կենսաթոշակ ստանող մարդիկ, ու եթե ստացվում է 1.1 աշխատող, 1 կենսաթոշակ ստանողի ապահովում է։ Այսինքն մենք դա փորձել ենք տրամաբանական ձև տանք, դա դուրս է գալիս 30,000 աշխատող արցախցի կա, որոնց միջին աշխատավարձը եթե վերցնենք հիմնականում ստանում են 100-ից 120,000 դրամ, բայց կա մի քիչ 150-160,000 որ միջին հաշվարկենք 40-ից 45,000 թոշակ են հարկ են վճարում իրաց աշխատավարձից։ Դա տարվա մեջ մոտ 15 միլիարդ դրամ ստացվում է, որ արցախցիները իրանք են այդ բյուջեի մեջ գումարը մտցրել, ասենք թե 55-ից դուրս գանք 15-ը, այդ տակ է մնում 40 միլիարդ։ Անցած տարին 15 միլիոն եվրո Եվրամիությունն ա տվել, թե Եվրոպայի խորհուրդը, որ անում է մոտ 7 միլիարդ։ Էդ էլ եք որ դուրս գայս, բարձում է տակ է մնում է մոտ 80 միլիոն դոլար, տարվա մեջ 100 միլիոն 100,000-ից ավել մարդ ստեղ արժանապատիվ ապրելու համար, դա շատ չի բյուջեի համար, շատ չի պետության համար։ Այս տարի արդեն Եվրոպայի խորհուրդը 25 միլիոն եվրո է հատկացրել, ասենք արցախցիների բյուջե մուծած հարկերը էլի ավելի շատ է դուրս գալիս։ Պիտի ավելի նորմալ այս ամեն ինչը կազմակերպել, բայց տեսեք, որ կտրեցին այդ 40,000-ը, մի հատ նոր ինչ-որ ձև մշակեցին, ու 55,000 շնչին, որ պիտի չգերազանցի ամսվա եկամուտը ընտանիքին, որ ստանան 40,000 մի հոգի, մեկ է պլյուս 10-ը ամեն յուրաքանչյուր ընտանիքի մյուս անդամներին։ Այսինքն մեր մոտավոր հաշվարկով մոտ 2 անգամ պակաս անցած տարվանից 25-ից 27 միլիարդ դառնելու է այս տարի, որից 25 միլիոն եվրոն երբ որ տվել է բանը, դա անում է մոտավորապես 11 միլիարդ։ Այսինքն դառնում է Եվրոպայի տված փողերն, մեկ էլ արցախցիների հարկերով է այս տարի սահմանափակվում։ Վիճակը դա է, որ դուք սկզբից ներկայացրեցինք 55,000 շնչին տալ, եթե մարդը իր բնակարան ունի, եթե հաշվարկում ես, էլի ոչինչ, կարանք բանանենք, ասենք, նվազագույն զամբյուղին էլ չի հասնում, բայց էլի, բայց ինքը տրանից պիտի տան վարձ տա, որ չունի։ Դրա համար այս վիճակը տրանից է եկել։ Պարոն Ավանեսյան, տեսեք այս ընթացքում վստահաբար հետևել եք հարցազրույց տվեցին երկրորդ երրորդ նախագահները, Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունները հատկապես, որ ամեն ինչ արվել է, որ Արցախի վրա հարձակում լինի Հայաստանի կողմից, Հայաստանն է դրդել եւ այլն, նախ ինչպես եք գնահատում նրանց այս ուրեմն հարցազրույցները եւ Հայաստանին ուղված, Հայաստանի իշխանությանը, մասնավորապես վարչապետին ուղված մեղադրանքները, մենք նույն այդ ժամանակահատվածում ձեզ հետ բազմիցս հարցազրույցներ ենք արել, որքանով եք կիսում նրանց կարծիքները, որքանով է սա պահի ուրեմն նախընտրական տրամադրություններով պայմանավորված հայտարարություններ, այդ ձեր գնահատական ընդհանուր նրանց ելույթներին, Քոչարյանը երկար բարակ պատմում էր ինչպես է այդ օրերին ինքը Արցախում եղել, ինչ ուրիշ կարևոր հանդիպումներ է օրինակ Արայիկ Հարությունյանի հետ փորձել կազմակերպել, բայց Արայիկ Հարությունյանի պատասխանը փոխանցել են նրան, որ եթե Նիկոլ Փաշինյանն իմանա, վիզը կկտրի, շատ վատ կլինի, հա։ Ինչպես է գնահատում այս հայտարարությունները։ Արդեն որոշ ժամանակ է ես ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Նիկոլ Փաշինյանի ելույթները չեմ ասում, ջղայնանում եմ, չեմ դիմանում, նյարդներս որոշել եմ պահեմ։ Հիմնականում հետո լրատվամիջոցներում թեզերը որ դուրս է գալիս, դա եմ կարդում, ինձ համար դա համար բան չի։ Որովհետև իմ մոտ տպավորություն է ստացել, որ իրանք հասկացել են Հայաստանի գլխին ինչ է եկել, երևի թե ժողովուրդը դեռ չի հասկացել իրականում, բայց իրանք հասկացել են ու փորձում են բարթել մեկը մյուսի վրա պատասխանատվությունը։ Այդ բանի տակ ոչ մի
բանի առաջ արժեր չեն կողնում, ամեն ինչ օգտագործում են։ Քոչարյանի ամենա կողմից չընդունելի բանը նա է, որ ամեն ձևի փորձում է Ռուսաստանին արդարացնել, երբ որ նվազագույն լոգիկա տրամաբանություն ունեցող մարդը պարզա իր համար այդ պատերազմը ոնց սկսեց, ինչ սկսվեց, որ պատերազմը մի օրով չէր պատրաստում։ Միանշանակ հիմնական մեղավորը, հիմնական պատասխանատուն գործող իշխանությունն է, դա ոչ մեկը չի կարող ոչ ժխտի, ոչ հերքի։ Ամեն մեկը փորձում է իր բաժին մեղքը ինչ որ ձևի էլի Բարթի Փաշինյանի վրա կամ բան Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի մեղքը հենց դրանում է, որ ստեղծվել է դաշտ, որ եկել է Նիկոլ Փաշինյան, իմ կարծիքով։ Ազատություն չկար, տնտեսությունը չէր զարգանում։ Ռոբերտ Քոչարյանը այն տարիներն էր ղեկավարում Հայաստանի, անմիջապես հաղթանակից հետո, որ պիտի բանակ ավելի ուժեղացներ։ Ուրա մեր տնտեսությունը դեռ կար, Սովետից մնացած դեռ տնտեսություն կար, արդյունաբերություն կար։ Ուրա մեր արտադրությունը, փամփուշտների, ասենք, հրետանու արգերի, ռազմական որևին արտադրություն կա, ասենք նույն անօթաչուները սկսել են զարգացնել հենց Ռոբերտ Քոչարյանի օրոք 2003-5 թվականներին է սկսել նույն Բայրակտար, բան ասենք, որ կա աշխարհի։ Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ այն Բրեժնևյան ոչացման տարիներին ես դրա հետ եմ նմանեցնում, ընդհանրապես ոչ մի բան չի զարգացել, բայց մենաշնորհներից։ Տեսակ, բայց Քոչարյանն ասում էր, որ իր ժամանակ բանակը ինչպիսին է եղել, ինչ տարածաշրջանի ամենամրցունակն է եղել, եկավ այս իշխանությունը եւ քանդեց բանակը վերին էշելոնում կանգնածներին հեռացրեց համակարգի զինված ուժերից։ Եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը կողմ դնենք, փորձենք ասածները վերլուծենք, ասենք թե ինքը մի շատ հետաքրքիր բան ասեց, ասենք թե Փաշինյանի թիմը սպառազինություններին ասում էր մետաղի ողմը ոնց է, ջարդոն, մետաղի ջարդոն։ Քոչարյանը արձագանքում է, որ այն ժամանակ դա ժամանակակից զենք է եղել, ինչ որտեղ ճիշտ է, ասեք, այն ժամանակին հրետանին, երբ որ ասեք մեքենային կպցնում են տեղափոխում, դա էր հետը։ Ճիշտ է, ինքնաշարժ հրետանիներ կա, բայց շատ չէր տարածը։ Եկա ուրիշ ժամանակաշրջան, երբ որ անօթաչուներն էին արդեն բանի հարցերը լուծում, մարտի հարցերը լուծում կամ ասենք հետախուզությունը կատարում, նույն կամիկադզե բան։ Պիտի անցնեին ուրիշ զինատեսակների։ Դա պիտի արդեն Սերժ Սարգսյանի ժամանակները, նույնիսկ ապրիլ պատերազմից հետո։ Բայց նաև դա պիտի Փաշինյանը օրոք եղածնի։ Ասենք նույն այն 4 կործանիչը որ առել են, եթե կաղնած է, ինքը նույն ջարդոնն է, պիտի ճիշտ ասեք, կամ ասեք Իորդանիայից այն ասաները, որ գնել են, որ արդեն… Իսկ համատարած թալան է բանակից, բան Ավանեսյան։ Ես դեղ չկամ, ըստ երևույթի են ինչ-որ կա, այո, եղել է։ Եղել է, կոռուպցիոն ռիսկեր եղել է, դա ժամանակին Մովսես Հակոբյանն էր ասում, որ այդ կործանիչները իրան առաջարկել են ատկատներով, ինքը հրաժարվել է, այդ նույն ասաների հետո գները, որ դուրս է եկել հաշվարկը, ինչ գներով է բան տեսել, ոնց որ եղել է ամեն ինչ, նաև Սերժ Սարգսյանի ասած այսօրվա դպրոցաշինության, որ ասեց գողությունը, ես էլ եմ ինչ-որ չափով համաձայն այդ բանի հետ, որպես շինարար, որպես բան, որովհետև փաստեր կա, դա երևի առանձին թեմա է, բայց թող սկզբից ինքը պատասխանի խիա գողություն։ Ես իմ տեսակետս ունեմ, որ այդ դպրոցները, որը քանդում է, տեղը ուրիշ սարքում է, պակաս վատ դպրոցներ չեն, սովետի ժամանակ, Գիտեք, այդ փոքր համայնքներում ինչ աստիճան անմխիթար են եղել դպրոցները, պարոն Ավանեսյան։ Նորոգումով ստեղծում է, ու այդ գործը լավ գեղեցիկ էլ գնում էր,
Հայաստան հիմնադրամի միջոցով, պետական միջոցների հաշվին, շատ տարբեր ձևեր կա, եթե նույնիսկ սեյսմիկային չի համապատասխանում, ուժեղացման ձևեր կա, որը շատ մի քանի տասնյակ անգամ ավելի էժանանացնում, կամ թե քանդել տեղը նորը սարքել։ Այսինքն կրթական մակարդակը, կրթության մակարդակը բարձրացնելու համար դպրոցաշինությունը չի։ Սա ինձ ամեն ինչը նմանեցնում է ինչ կատարում էր Արցախում միջև հանձնելը, ամեն ինչը թողած կողմ, ինչ որ դες ձևական բաներ են անում, նույնն էլ կատարում էր Արցախում։ Ես տեսնում եմ այդ ամեն ինչը փոխանակ բանակը ուժեղացվի, մարդկանց պատրաստեն պատերազմի, որտեղ լինելու է, խաղաղություն չկա։ Այսի զինադադար է։ Ադրբեջանին երբ որ զիջելու բան չմնա Ադրբեջանի նպատակը Հայաստանի ոչնչացումն է, չլինելն է, լինելու է։ Մենք պիտի իմանանք ու գնանք այդ բանակի ուժեղացման, ժողովրդի պատրաստման։ Այս է։ Բայց ինչ վերաբերում է իրաց բանավեճին, ինքնահեռակա բանավեճի, օրատվա միջոցների միջոցով, իմ տպավորությունս նա է, համոզմունքս, որ մեկը մյուսի վրա բարդում են մեղքերը, տեսնենք, սա էլ իրադրական բան ունի։ Ճշմարտությունը կբացահայտվի տարվա վերջում։ Եմ ուզում ասեմ։ Շատ լավ, սպասենք։ Շնորհակալ եմ, պարոն Ավանեսյան։ Ձեզ եմ շնորհակալ։ Առաջինի տաղավարում զրուցում է Արցախյան շարժման մասնակից Գագիկ Ավանեսյանի հետ։ Կարճատև դադար է մեր եթե։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք և ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 արկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante և իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապառիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։ Ազգային ժողովում քննարկվում է 2026 թվականի բյուջեի նախագիծը, բնականաբար ամենակննարկվող հարցերից մեկը պաշտպանական ծախսերի այսպես ասած կրճատումն է։ Պաշտպանական ծախսերը սկսած 23 թվականից էապես աճել են, այսինքն 23, 24, 25 եւ արդեն նախատեսվող 26 թվականներին իրականացվել ու իրականացվելու են աննախադեպ ծախսեր։ Այս մասին Ազգային ժողով կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արմենուհի Ղազարյանի դիտարկմանը, թե 26 թվականին պաշտպանության համար նախատեսված ծախսերը ավելի քիչ են, քան 25-ին։ Ըստ Պապիկյանի աննախադեպ ծախսերը վերաբերում են եւ բանակի կարիքներին, եւ զինծառայողների սոցիալական վիճակին եւ բազմաթիվ այլ հարցերի, այդ թվում սպառազինությանն ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, ինժեներական աշխատանքներին, այսինքն այն ամբողջ աշխատանքը, որ արվել է այս տարիների ընթացքում, ըստ նախարարի հնարավոր է եղել կառավարության հատկացրած զգալի միջոցների հաշվին, այն որ
25-ի եւ 26-ի միջև առաջին հայացքից որոշակի դիսբալանս է նկատվում, իրականում հստակ բալանս կա, որովհետեւ երբ համեմատենք 24 թվականի պաշտպանական ծախսերի համար հատկացված բյուջեն եւ 26 թվականին նախատեսվող, ապա կտեսնենք, որ բավականին նորմալ աճ է նկատվում 23, 24 եւ 26-ի միջև։ Իրական դիսբալանսը տեղի է ունեցել 25-ին հօգուտ պաշտպանության նախարարության, որովհետեւ ելնելով տվյալ պահի տարածաշրջանային զարգացումներից մենք նախընտրել ենք ապագայի ծախսերը կատարել 25 թվականին, որի արդյունքում էլ տեղի է ունեցել առաջին հայացքից խզվածքը, որն իրականում որևէ արտասովոր բան չէ, այլ բնական գործողություն, որն արել է adekvat կառավարությունը, պարզաբանել է նախարարը։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը այսօր եւս մեկ անգամ ներկայացրել է մի քանի բարեփոխումներ, որոնք կերպափոխում են մեր զինված ուժերը։ 2026 թվականին նախարարության համար նախատեսված 563.1 միլիարդ դրամ ֆինանսական միջոցներից ընթացիկ ծախսերը կազմում են 259.4 միլիարդ դրամ, այն է 46.1%, իսկ կապիտալ ծախսերը 303.7 միլիարդ դրամ, 53.9%։ Հարկ եմ համարում պաշտպանական ծախսերը ներկայացնել նաև տարիների որոշակի համեմատականով։ Համեմատության սկզբնական թիվը վերցրել եմ նախահեղափոխական 2017 թվականին ձևավորված 2018 թվականի բյուջեով նախատեսված թվերը։ 2018 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 245 միլիարդ դրամ։ Արտարժույթով դա կազմում է 640 միլիոն դոլար։ 2025 թվականին պաշտպանական ծախսերը կազմել են 667 միլիարդ, որը կազմում է 1 միլիարդ 741 միլիոն 604 հազար դոլար, այսինքն պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 1.1 միլիարդ դոլարով։ 2023, 24, 25 եւ արդեն 26 թվականին կատարված եւ կատարվելիք ծախսերը, ինչպես երեք եմ նաեւ նշել, աննախադեպ են։ Հենց սրա բերումով է, որ մենք կարողացել ենք իրականացնել այնպիսի բարեփոխումներ, ինչպիսին օրինակ զինծառայողների ատեստավորման ծրագիրն է։ Այսօր պայմանագրային զինծառայողը ատեստավորման արդյունքում կարող է ստանալ 205-ից մինչև 470 հազար դրամ հավելյալ աշխատավարձ։ Սա էական բարելավում է եւ կարծում եմ արդեն անդրադարձել է մեր զինծառայողների սոցիալական վիճակի վրա, նրանց կյանքի որակի վրա։ Այս պահին ունենք գործընթացին մասնակցած զինծառայողների 65%-անոց ատեստավորում։ Դինամիկան ըստ տարիների այսպիսին է, 2023 թվականին 49.2%-ն է ատեստավորվել մասնակիցների, 24 թվականին 60.6%-ը, իսկ 25 թվականին 64%։ Ռազմական կրթության ոլորտում էական փոփոխություններ եւ ներդրումներ են կատարել։ Հայաստանի Հանրապետության բանակի ամենաարժեքավոր կապիտալը նրա մարդկային ռեսուրսն է։ Ռազմական կրթօջախներում են ձևավորվում զինուժի պաշտպանունակության կարևորագույն բաղադրիչները, վաղվա բանակի դիմագիծը, նրա արհեստավարժությունը, բարոյական նկարագիրն ու արժեհամակարգը։ Ուզում եմ հիշեցնել, որ 26 թվականին ռազմաուսումնական հաստատությունն ավարտող երիտասարդը նշանակմանը զուգահեռ կարող է ստանալ նորակառույց բնակարան, որը կարող է տնօրինել սեփական հայեցողությամբ։ Սուրեն Պապիկյանը խոսել է բանակի մարտական պատրաստվածության բարձրացման ուղղված գործընթացների մասին, նշել, որ Հայաստանի բանակն ու սպառազինությունն օգտագործվելու են միայն մեկ նպատակով։ Հայաստանն իր սպառազինությունն ու բանակը օգտագործելու է մեկ նպատակով։ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Հարգելի գործընկերներ, բանակի խելամիտ համալրումը մեր ռազմավարական առաջնահերթություններից է։ Գործող բազմաթիվ այլ ծրագրերի ու միջոցառումներին մենք հավելել ենք նյութական խթանների ներդրումը, պատվովճարների եւ առանձնաշնորհումների տեսքով։ Ռազմական բուհերի շրջանավարտներին բնակարան հատկացնելու որոշումը, ատեստավորման գործընթացի ներդրումը, պաշտպան հայրենիաթ ծրագիրը, կանանց 6-ամսյա կամավոր ժամկետային ծառայության համակարգը, օրենսդրական նախաձեռնությունը, ըստ որի պահեստազորում հաշվառված սպաները կարող են վերադառնալ բանակ, շարունակել ծառայությունը սահմանված զորամասերում, միևնույն ժամանակ պահպանելով զինվորական թոշակը, այս ամենը հայրենիքի պաշտպանության, գաղափարի ամրապնդման եւ զինծառայողի աշխատանքը կարևորելու նոր ձևաչափեր են, ինչը արագ եւ հեռանկարային արդյունքներ է ենթադրում։
Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ ռազմական ու ազգային անվտանգության հարցերով փորձագետ քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Արզումանյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ձեզ շնորհակալություն։ Գիտեք, այսօրին խորհրդարանում 2026 թվականի բյուջեի նախագիծն է քննարկվում, պարոն Արզումանյան, մինչ ազգային ուրեմն ժողովի նիստերի օրակարգ ընդունվելը, ընդգրկվելը մենք ձեզ հետ առիթ ունեցել ենք խոսելու բյուջեի այսպես ասած կրճատման մասին, հիմա նախարարը ուրեմն իր ելույթում ներկայացրեց, որ բնականաբար պաշտպանական ծախսերի նվազում տեղի չի ունեցել, 25-ին ունեցել ենք պարզապես աննախադեպ ծախսեր, տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված եւ բնավել ուրեմն ավելի քիչ չեն ծախսերը 23-24 թվականների համեմատ։ Ձեր գնահատմամբ որքանով է նվազել իրականում որքանով է նախարարը համոզիչ ներկայացնում այն ինչ այսօրին լսում ենք խորհրդարանում։ Ես չեմ ուզում խորացածնել այդ հարցը, մեծ Սիրանոш, ուղղակի որպես աքսիոմատիկ մոտեցում, այն մոտեցում սկզբունք, որը պետք է կարծիքով ունի այսօրվա իշխանությունը եւ ապագա բոլոր իշխանությունները, մոտիկա տասնյակ տարիներում Հայաստանի ռազմական բյուջեն պիտի միայն մեծանա։ Մտածել, որ Հայաստանը կարող է իր թույլ տա ճոխություն նվազեցնել իր ռազմական ծախսերը, պիտի միանգամից սկզբունքորեն դուրս հանվի որևէ դիսկուրսից, որևէ մոտեցումներից։ Մնացած բոլոր խոսքերը բացատրությունը ինչ չի երեքում, որովհետև հասկանում եք ռազմական ներուժի կառուցումը դա երկարաժամկետ process է։ Եվ մենք ստացել ենք մի վիճակ, երբ մինչև 2020 թվականը երկու թշնամիները լայնածավալ ծախսեր են ծախսում ռազմական բյուջետի վրա, մենք սկսած 2008 թվականից կարելի է ասել ծախսերը չէինք մեծացնում։ Մեծ ծավալուն հետամնաց է մնացել, մենք բավականին շատ ծախսեր պիտի հարացնենք, որը չկարել, այդ կուտակվել է։ Այն որ ինչի պիտի մա Հայաստանը հաղթահարի, դա ոչ թե միայն 2020-23 թվականի երկրորդ Արցախյան պատերազմի հետևանքներն են, որտեղ ման պատերազմը քեզ զրոյացնում է ճակետներում, քո արած ծախսերը, բաները զրոյացել են ճակետներում, բայց այդ զրոյի բացի ենթակառուցվածքային կառուցվածքներ եւ այլը դու արագելի մեծ կորուստներ ես ունեցել։ Ավելին քո հիմնական ուղղությունը մեր ռազմական ուժերի կառուցման, ամրապնդման տեղի ունեցել Արցախում պաշտպանության բանակի շուրջ, եւ մենք դա ինչը կորցրել ենք։ Դրա համար մենք ստացել ենք մի քանի աստիճան անհավասար վիճակ։ Եվ դու պարտավոր ես գտնել պետության բյուջետում Հայաստանի որպես ազգային բյուջետում, ոչ թե միայն պետական, հնարավորություններ այդ ծախսերը, որը պիտի հարացնես 2008 թվականից, այն ծախսերը, որը դու պիտի իմանես 2020-23 թվական պատերազմից հետո, այն ծախսերը, որ պիտի անես այսօր քո նոր սահմանները նորից կառուցումներ անել, հասկանում եք, ստացվում է մի քանի մեծ արելի մեծ ծախսեր, որը առջև դու կանգնած ես։ Դրա համար այդ պարագայում մտածել, որ ինչ որ ղեկավար կարող է խոսել ռազմական բյուջետի, սպայերի, շարքայինների, սերժանտներից, ենթաշրջաններից ինչ որ ծախսեր կտրել, էմոցիոնալ եմ խոսում, ինձ համար դա հանցագործական խոսակցություններ են։ Բանակին ձեռք տալ չի կարելի։ Բանակի միայն ամրացնել, միայն օգնել, միայն աժանդակել դառնալ ավելի հզոր եւ ավելի կայունակ, որ կարողանաք այն ռազմական, գոյաբանական ռազմական սպառնալիքների առջեւ, որը կանգնած է Հայաստանը, մեր ռազմական ուժերը եւ մեր հասարակությունը ողջ ազգը կարողանա դիմադրի։ Պարոն Արզումանյան, տեսեք վերջերս երկրորդ երրորդ նախագահներն էին հարցազրույց տալիս ու անդրադառնում էին բանակին, այս էլ քաներորդ անգամ Ռոբերտ Քոչարյանը խոսում է իր ժամանակ ստեղծած այդ ամուր բանակի մասին, ես ասում եմ, այսպես ակունքներում եք, այս 35 տարիների կանգնած դուք, ասենք մենք շարունակ խոսել ենք այն ժամանակ բանակի, ուրեմն հաշվին հարստացածների մասին, բանակը գլխատելու մասին, թեև հայտարարում էր, որ տարածաշրջանում ամենամարտունակն է, ու ասում էր, որ այս իշխանությունը եկավ եւ բանակը գլխատեց, այդ վերին էշելոնում կանգնածներին
ուրեմն հեռացրեց բանակից, գործեր հարուցվեցին, թույլատրեց բանակը ու ըստ էության ամբողջ մեղքը բարթեց Նիկոլ Փաշինյանի վրա, ասաց որ նա է այնպես արել, որ հարձակում տեղի ունենա իր հայտարարությունները Արցախի վրա։ Դեռ գնահատականները այսպեսի են։ Չեմ ուզում Սերանուշ գնահատական տալ, այստեղ կտրուկ մոտեցումն է։ Բանակի մասով, բանակը ինչպիսին էր այն ժամանակը, ինչպիսին է հիմա։ Նույն չեմ ուզում խորացածնել, ինձ արդեն անձնական փորձն է սկսում, մենք իրոք մեր բանակը հզորանում էր մոտավորապես երկրորդ առաջի Արցախի արշավից հետո 94 թվականից մինչև ցավոք սրտի մինչև 1999-2000 թվականը։ Այդ ժամանակ մեր բանակը հզորանում էր, այստեղ Վազգեն Սարգսյանն էր, այնտեղ Սամվել Բաբայանն էր։ Այդ օրոք իմ անձնական փորձն է, ես բանակում էի, սպայի, ես տեսնում էի, ես ղեկավարն էի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության եւ բանակի 95% տեղեկատվականությունը հավաքում էին վարչության մեջ, ես այդ թվերը տեսնում էի։ Ես տեսնում եմ ոնց են բանակը հզորանում։ 99 թվականին հոկտեմբերի 27-1999 թվականը այդ ազգային աղետը եւ իմ անձնական աղետը եւ մեր բանակի եւ պետության մեջքը ինչ որտեղ կոտրեց։ Հետո մեր բանակը գնում է անկման ճանապարհով, ներեցեք, այն հզոր ներուժը, այն ոգևորությունը մենք ունեցել ենք, սկսել է նվազել։ Բայց նման գնահատականը տալ, այդ իմ անձնական մոտեցումն է, նորից եմ ասում, նման գնահատականներ իմ կարծիքով ճիշտ կլինի տալ ոչ թե վերլուծողական պարագայում, ոչ թե քաղաքական դաշտում, բայց ի վերջո մենք պիտի հասնենք դրան, որ նման գնահատականները պիտի տակ դատական համակարգի ներքո, ի վերջո մենք պիտի կարողանանք սարքենք, ստեղծենք պետական ազգային տրիբունալ, որտեղ բոլոր Հայաստանի առաջնորդները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյանը, պիտի կանգնեն դատական համակարգի առջև, եւ որ մենք որպես ազգ ստանանք հնարավորություն գնահատական տալ ամեն մեկի ներդրումը առաջ-ճակետներ կամ ճակետներով ռազմական ուժերի կայացման, պետականության կայացման, որովհետև եթե տենց մոտեցում չկա, դու շատ դժվար ես գտնում օբյեկտիվ։ Եթե դու քաղաքականացնում ես, փորձում ես դուրս գաս պատասխանատվությունից տակից, մոկրպես ազգ փորձում եք հնարավորություն տալ գնահատական, բայց որպես ազգ, որպես պետություն, ի վերջո մենք պիտի պատասխան տանք։ Եվ այդ պատասխանը ոչ թե միայն քրեական գործերն են, բայց քաղաքական գնահատական պիտի տակ։ Որն է Լևոն Տեր-Պետրոսյանի դերը, ոնց ստացվեց, որ մենք գնացինք երկու պետության կառուցման ճանապարհով, որն է Ռոբերտ Քոչարյանի դերը, ոնց ստացվեց, որ Արցախի հարցը հանվեց Արցախից իսկ բերեց Երևան, որն է Սերժ Սարգսյանի դերը, որը եվրոպական ճանապարհից ֆուտբոլային դիվանագիտություն եւ այլ այն ժամանակ էր Միացյալ Նահանգները միակ գերիշխանությունն էր, մենք կարող էինք Ռուսաստանի տակից դուրս գալ եւ գնալ ուրիշ ճանապարհով, ինչու Սերժ Սարգսյանը 2023 թվականին մի գիշերվա փոխեց ճանապարհները այն ֆոնի վրա, որ Ադրբեջանը Ռուսաստանի հետ արդեն սկսել է գործընկեր, եւ մենք ասել ենք 2020 թվականը։ Ինչու 2018 թվականը Նիկոլ Փաշինյանը խոստանալով հայ ժողովրդին հեղափոխություն եւ հեղափոխության ալիքի վրա եկած իշխանությունը ժողովուրդը ազգստվեց Նիկոլ Փաշինյանին, սահմանափակվեց իշխանափոխության եւ այլ։ Այստեղ դու կարող ես տալ շատ քաղաքական գնահատականներ։ Հայաստանի քաղաքական պատմաբանները կտան տարբեր լուծումներ, մոդելներ եւ այլ, բայց իմ կարծիքով նորից եմ կրկնում, մենք որպես ազգ եւ որպես պետություն ի վերջո պետք է կարողանանք տակ դատական համակարգի մեջ գնահատական որպես ազգ ինչ է տեղի ունեցել, ոնց է ծնվել Հայաստան, հետսովետական Հայաստանը, երրորդ հանրապետությունը, ինչ ճանապարհ է անցել եւ ինչ գնահատական եք տալիս բոլոր առաջնորդներին, ոչ ռազմաքաղաքական վերնախավին, հետսովետական Հայաստանի սկսած 1988 թվականից մինչև այն օրերը, երբ մենք կարողանանք այդ ճանապարհով անցնել։ Ուրիշ մոտեցումը կլինի սուբյեկտիվ եւ կխաղացվի Սիրանուշ։ Ես չեմ ուզում մտնել խաղերի մեջ։ Տեսեք, բայց պարոն Արզումանյան, նախարարը ներկայացնում էր ասում, որ
տեղի են ունեցել բարեփոխումներ, որոնք կերպափոխում են մեր զինված ուժերը։ Սրանք լոկ հայտարարություններ են, պարոն Արզումանյան։ Ես որպես փորձագետ հնարավորություն չունեմ հրապարակորեն գնահատական տալ։ Այո, ես ինչ որ աշխատանքներում մասնակցում եմ, բայց դա հրապարակորեն չէ։ Ես չեմ կարողանում հրապարակել, խոսքը պիտի ստեղծվի ինչ-որ մի ֆորմատ, որտեղ ես որպես հասարակություն ստանում եմ հնարավորություն գնահատական տալ ինչ աշխատանքներ ակնում։ Ուղղակի ելնելով միջազգային փորձից, ելնելով ուրիշ պետությունների փորձից, ես կարող եմ ասել, որ նման փոխակերպումը շատ դժվար process է եւ Հայաստանը այսօր չի անում այն անհրաժեշտ աշխատանքները, որը պիտի անի։ Մենք շատ ու շատ ուշանում ենք։ Այն բարեփոխումները, որը պիտի տեղի ունենան, այսօր տեղի չեն ունենում։ Բավարար չէ, որ օրինակ վարչապետը ներկայացնում է այն նոր տեխնիկան, ռոբոտ տեխնիկան, որ չի կեչում։ Այդ նման բարեփոխումներ ես չեմ ուզում տեսածնեմ, դա ավելի շուտ հասարակության համար է։ Իսկական ռազմական բարեփոխումները, փոխակերպումը, որը պիտի տեղի ունենա, պիտի կատարվի լրիվ ուրիշ ճանապարհի վրա։ Այո, ռազմական ուժերը մշակել են փոխակերպման ռազմավարություն, որ պիտի իրականացվի, բայց այդ փաստաթուղթը այդքան լրացուցիչ չէ, այդտեղ պիտի փոփոխություններ տեղի ունենան։ Այդ փոփոխությունները կախված են նրանով, որ ոչ այնքան ճիշտ գնահատական է տված, եւ պիտի ճիշտ ընտրես ուղղությունները, որի վրա աշխատանք սկսում ես, որովհետեւ նման փոխակերպումը ազդելու է եւ ռազմատեխնիկայի մակարդակի վրա, եւ քո ենթակառուցվածքների վրա, բայց հիմնական ուղղությունը դա քո սպայական համակարգի փոխակերպումն է, քո անձնական կազմի փոխակերպումն է։ Ոնց է փոխակերպելու քո պատրաստակցությունը, ոնց է դա ամենը տեղի ունենալու։ Դա շատ ու շատ բարդ խնդիրներ են եւ իներցիոն խնդիրներ են իրանուց։ Դա մի օրում չի անվում։ Դու մի օրում չես կարող փոխես քո սպայի պատրաստությունը, ոնց ինքը պիտի վարի պատերազմը, բայց ուկրաինական պատերազմը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ձևը վարելը, սկսած մարտավարական մակարդակից մինչև ռազմավարական կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։ Դու պիտի զարգացնես քո ռազմական գիտությունները, որը մեզ մոտ տենց չի ձևավորվել։ Մենք չունենք ռազմական գիտություններ, մենք չունենք մասնագիտություն Հայաստանի բողոմ մինչև այսօր։ Դա պիտի ձևավորես, ոնց ես դա անելու։ Այո, ստեղծել ես ակադեմիա, բայց ակադեմիայի որակը, աշխատանքները ոնց ես կազմակերպում։ Դա շատ նուրբ եւ լայնածավալ աշխատանքներ են սրանուց։ Եվ այդ ամենը կարող ես անել սինխրոնիզացված եւ հասկանալով, որ այդ աշխատանքները մի ընտրության ցիկլում դե չես կարողանալ անել։ Այդ աշխատանքը, որ անում է 5, 10, 15, 20 տարի։ Եթե ունենում ես նման առաջնահերթություն եւ ունես պետական եւ ազգային կամք այդ ճանապարհով գնալ։ Ինձ համար հիմնական խնդրեմն է, որ ես չեմ տեսնում պետական ազգային կամք։ Ես չեմ ուզում տեսնել իմ բանակի բարեփոխումը, իմ ազգային պաշտպանության եւ անվտանգության համակարգի փոխակերպումը, որ պիտի դառնա համապարփակ, դա մասի մենք շատ ենք խոսել ժամանակին հասարակության մեջ, ես ուրախ եմ, որ դա ընդունված մոտեցումը, դա ահռելի մեծ աշխատանք է։ Եվ այդ աշխատանքը դու կարող ես անել, եթե ունես դաշինք հասարակության միջև, պետության միջև եւ իշխանության միջև։ Դրանք պիտի դաշինք ունենան, իրանք պիտի համաձայնվեն, դու որպես հասարակություն, որպես ազգ պիտի համաձայնվես, որ գնում ես նման լայնածավալ բարեփոխումների, որ դա լինելու է թանկ, դա պահանջելու է ժամանակ, ջանքեր հասարակության կողմից, պետության կողմից եւ նույնիսկ իշխանության կողմից։ Բարեփոխումների փոխակերպման ճանապարհով այդ երեքն է պիտի անցնեն։ Եվ մեկ-մեկից տարանջատված դու չես կարողանալ անել։ Ինձ համար հիմնական խնդրեմը, որը ես տեսնում եմ, որ պետությունը, իշխանությունը եւ հասարակությունը մինչեւ այսօր տենց էլ չեն սովորել միասին աշխատել նման ազգային խնդիրների, խնդիրների շուրջ։ Հայտարարված է համապարփակ մոտեցումը, որը պարտադրում է ժողովրդական մոտեցում եւ դու մասնակցում ես այդ աշխատանքների, բայց ոնց ես դա կազմակերպում։ Ոնց է կազմակերպում, որ հասարակությունը մտնում է նման բարեփոխումների մեջ։ Ոնց է կազմակերպում, որ պետությունը սկսում է ղեկավարել հասարակության եւ իշխանության բարեփոխումները։ Այդ խնդիրները հայտարարված են, բայց ձևավորված չեն։ Տեսեք, Պապիկյանը մարտական պատրաստվածության բարձրացման ուղղված որոշ գործընթացների մասին խոսեց, նշեց, որ Հայաստանի բանակն ու սպառազինությունն օգտագործվելու են միայն մեկ նպատակով։ Պարոն Արզումանյան,
Հայաստանը պիտի այս ամբողջ ընթացքը որպես ժամանակի շահում ընդունի եւ պատրաստվի, դուք այդպես եք ասում։ Հայաստանի իշխանությունը ասում է, որ տարի 7 ամիս սահմանին կրակոց չկա, ուրեմն կրակոցներից զինծառայող չի զոհվել եւ այլն եւ այլն, եւ որ մենք գնում ենք խաղաղության հաստատման ճանապարհով։ Գիտեք, այսօր ռազմական գործողությունները հիմնականում կարելի ասել, հիմնականում եւ ռազմական դոկտրինաները եւ Չինաստանի եւ Արևմուտքի ընդունում են, արդեն ընդունված է, որ հիմնական ռազմական գործողությունները անցնում են ոչ թե ավանդական ռազմական գործողությունների ոլորտում, կրակոցների միջոցով, բայց ենք ասում ուրիշ ոլորտներում, համապարփակ ռազմական գործողությունների տեսակետն է ձևավորված։ Ռազմական գործողությունները անցնում են տեղեկատվական դաշտում, անցնում են հոգեբանական դաշտում, անցնում են կոգնիտիվ դաշտում, անցնում են տնտեսական դաշտում եւ այլն։ Սիրանուշ, այսօր պատերազմները 80% ծավալը վարվում են այդ ոլորտներում, հիբրիդային պատերազմի ներքո։ Լայնածավալ ռազմական գործողությունները այդ առումով, ասենք այն ինչ տեսնում եք Ուկրաինայում, դա ինչ որ հազվադեպ մոտեցում է, նման ռազմական գործողությունների ծավալում շատ հազվադեպ են, մենք դրանով անցել է 2023 թվականին։ Բայց այսօր Հայաստանը նույն ձևի պատերազմի մեջ է, հիբրիդային պատերազմի մեջ է։ Այն որ կրակոց չկա, չի նշանակում, որ դու խաղաղության մեջ ես։ Եվ խաղաղությունը այն հասկացողությունը չէ, որը քեզ բարգեվում են, այն խաղաղությունը դու նվաճում ես, խաղաղության դու հասնում ես, լինելով պատրաստված պատերազմի եւ ճգնաժամի։ Ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի, ուրիշ մոտեց, ուզում ես պատրաստես պատերազմին, պատրաստի քո ռազմական ուժերը, փոխակերպի քո պաշտպանության եւ անվտանգության համակարգը եւ փոխակերպի քո հասարակությունը եւ ազգը, համապարփակ պաշտպանության եւ անվտանգության ֆիլոսոֆիան է։ Այդ աշխատանքը միայն պետությունը չի կարողանա անել։ Այդ աշխատանքը միայն իշխանությունը չի կարող լուծի։ Դու պիտի հավաքես ողջ ազգի ներուժը, որ կարողանաս պաշտպանես Հայաստանը։ Եվ դու որպես ազգ, որպես պետություն պիտի գաս հասարակական դաշինքի, հասարակության, իշխանության եւ պետության միջեւ, որ մեկ այս ճանապարհով է գնում։ Որ այստեղ իշխանությունը, խաղաղությունը ոչ թե Տրամպի նվերն է կամ Պուտինի Էրդողանի նվերն է հայ ժողովրդին, ու մեզ թույլ են տալիս Հայաստանում ապրենք, դե լավ գնացեք ապրեք։ Չէ, մենք կառուցում ենք մեր խաղաղությունը։ Մենք պաշտպանում ենք մեր խաղաղությունը, մեկ անգամ հզոր եք դառնում, որ ոչ մեկը չի համարձակում քեզ վրա հարձակվի, ոչ մի ուժային կենտրոն, բայց նման համակարգ պաշտպանության եւ անվտանգության համակարգը կառուցելու համար դու իհարկե պիտի ունենաս տնտեսություն, որը կարողանում է նման համակարգը ապահովի։ Դու պետք է ունենաս մնացած բոլոր քո ազգային կյանքի ոլորտները այն մակարդակի վրա, որ քեզ թույլ կտան նման ռազմական ուժեր ունենալ, նման պաշտպանության եւ անվտանգության համակարգ ունենալ։ То есть հասկանում եք, Սիրանուշ, այստեղ մասնակից կտրված լուծումներ չկա։ Դու պարտավոր ես դնել եւ լուծել քո ազգային, պետական, իշխանության, հասարակության խնդիրները ամբողջականության մեջ։ Դու պիտի մշակես մեծ ռազմավարություն եւ մեծ ծրագիր, ոնց է զարգանում Հայաստանը մի տարվա ընթացքում, 5 տարվա, 20 տարվա, 50 երկարաժամկետ ժամանակների վրա։ Կամ այդպես ես մոտենում, այդ ժամանակ դու ստանում ես խաղաղություն, կամ մնացած լուծումները լինել են խոցելի։ Պարոն Արզումանյան, դուք հիբրիդային պատերազմի, հիմա չկա պատերազմ, բայց կա մեկ այլ պատերազմ հիբրիդային, որը պակաս վտանգավոր չէ։ Իհարկե, դա պատերազմ է։ Հիբրիդային պատերազմը Հայաստանի իշխանությունն էլ հայտարարում է այդ հիբրիդային պատերազմի մասին, տարբեր կողմերից հիմնականում շեշտը դնելով Ռուսաստանից եկող այդ հիբրիդային ուրեմն պատերազմի գործոնների հետ կապված, Հայաստանը որ չափով է պատրաստ այդ հիբրիդային գրոհներին։ Պատրաստ չենք, ցավոք սրտի։ Ես երևի առաջի անգամ գրել եմ հիբրիդային պատերազմի մասին 10 տարի առաջ իմ գրքում անկանոն իրեգուլար ռազմական գործողությունների մասին Մոսկվայում է հրատարակվել, բավականին ցավալուն հատորեր արևմուտքի փորձը իրեգուլար պատերազմների ձևավորման ռազմավարության մեջ եւ այնտեղ արդեն խոսում է հիբրիդային պատերազմի մասին։ Այստեղ մեծ խնդիրներ է սկսվում, Սիրանուշ, որովհետեւ սովետական Հայաստանի ռազմական մշակույթը եւ հաստատությունները, ռազմական դոկտրինաները սովետական են եղել։
եւ մնում են ցավոք սրտի կարելի ասել սովետական դոկտրինայի մեջ հիբրիդային մոտեցումները չէին մշակված եղել 2012-13 թվականին սկսել են մշակել ես ներեցեք ստացումը մասնակցել եմ այդ աշխատանքներին այդ ժամանակ Ռուսաստանը փորձել է հասկանալ ոնց կարելի է վարել հիբրիդային պատերազմներ ես սկսել եմ մշակել համապատասխան ռազմավարություն եւ դոկտրին Հայաստանում այդ աշխատանքները չեն արել մենք այսօր 2023 թվականից երկրորդ Արցախի արշավից հետո կանգնեց այս անհրաժեշտության առջև որտեղ պիտի մշակես եւ փոխակերպես քո դոկտրինաները, քո ռազմավարությունները ռազմական, ի վերջո դու պիտի մշակես քո ռազմական ռազմավարությունը, դու պիտի վերանայես քո ազգային անվտանգության ռազմավարությունը եւ այլ, բայց ման աշխատանքները պահանջում են պատրաստված փորձագետներ, պրոֆեսիոնալներ, Հայաստանում շատ քիչ են նման պրոֆեսիոնալներ ցավոք սրտի, ինձ համար իրոք մտահոգիչ է իմ ընկերներից գիտեն, ես դրա մասին մեջ խոսում եմ, ճակետներում գոռում եմ դրա մասին, որ մենք չունենք այդ համակարգը, որը պիտի պատրաստի նման մակարդակի փորձագետներ, պրոֆեսիոնալներ, ռազմական պրոֆեսիոնալներ, որը պիտի մշակեն ման դոկտրինալ փաստաթղթեր, որը պիտի մշակեն Հայաստանի ռազմական ռազմավարությունը, ազգային ռազմավարությունը։ Ոնց եք լուծել այդ խնդիրները, որտեղ մենք ունենք բավականին մեծ ներուժ Սփյուռքում, որը Միացյալ Նահանգների համար, Ֆրանսիայի համար, Ռուսաստանը չեմ ուզում իմ հասածին պետք չի արդեն, բայց այդտեղ կան մասնագետներ, բայց ոնց է այդ ներուժը հավաքում, ոնց է բերում Հայաստան, եւ հիմնականը ոնց է սկսում Հայաստանում պատրաստել այդ մասնագետները, որ այդ հարցերով պիտի զբաղվեն, որտեղ նման մասնագետները պատրաստում են 10-15 տարի Դու չես կարող այն սպային, լեյտենանտ սպային, որը այսօր վերջացել է մեր ռազմական ակադեմիային Փառք Աստծո արդեն այստեղ եք սովորացնում։ Ինքը չի կարող այդ խնդիրները լուծել, ինքը պիտի աճի, ինքը պիտի անցնի այդ ճանապարհը, որ 40-45-50 տարեկանում ունենա ներուժ եւ փորձ նման խորքային խնդիրներ բարձրացնել եւ գտնել լուծումներ սրանուց։ Ինձ համար յուրոք որպես անձնավորություն, որպես փորձագետ, որպես գիտնական այդ հարցերը շատ մտահոգում են, որովհետև լուծումներ ես չեմ տեսնում։ Զենք առնելը բոլորը հասկանում ենք, բարձր։ Լեյտենանտների աշխատավարձը բարձրացնել հասկանալի է, ինչ է, բայց այդ ոլորտները, որը նույն ձևի խիստ անհրաժեշտ են, դա բավականին դժվար է հասկանում։ Ես հույս ունեմ ուղղակի, որ կա ժամանակ, որ մենք այդ բոլորի աշխատանքները ի վերջո կսկսենք Հայաստանում։ Շնորհակալ եմ, պարոն Արսմանյան։ Շնորհակալություն ձեզ։ Առաջինի տաղավարում զրուցում է ռազմական եւ ազգային անվտանգության հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Նախադեպը չունեցող Սանկերամիկայի ակցիա իդեալ համակարգում։ Գնեք Սանկերամիկա կամ լոգասենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Ընտրեք ծորակների ավելի քան 1200 առկա տեսականուց ձեր նախընտրածը վճարելով ընդամենը 1 դրամ։ Ապառիկը տեղում 18 ամիս 0% տոկոսադրույքով։ Շվեյցարական Laufen, գերմանական Hansgrohe, իսպանական Gala, լեհական Deante եւ իտալական Dolomite ապրանքանիշերի որակյալ երկարակյաց ու անկրկնելի տեսականին ձեզ է սպասում իդեալ համակարգի խանութ սրահներում։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։
Ջերուսման սեզոնին ընթരാճ մեծ ակցիա իդեալ համակարգում։ Իդեալ համակարգը ներկայացնում է նոր խնայողության բանաձև։ Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Այսինքն ձեռք բերելով Ջերուսման ամբողջական խնայող համակարգ մատչելի գնով ստանում եք 100,000 դրամի սերտիֆիկատ իդեալ համակարգի կողմից։ Իսկ վճարումը կարող եք կատարել ապահովիկ 18 ամիս առանց որևէ տոկոս վճարելու։ Կան տարբերակներ, կա իդեալական տարբերակ։ Մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ 28 տարի դեպի կատարելություն։